Բարի երեկո հարգելի բարեկամներ, հարգանքներս ձեզ։ Այսօր հերթական անգամ Facebook-յան ուղիղ եթերի միջոցով փորձել եմ ձեզ հետ կիսվել իմ պատկերացումները վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, զարգացումների մասին։ Մեկ րոպե տեխնիկական խնդիրները կարգավորենք եւ սկսենք այսօրվա մեր ուղիղ եթերը, որը կարծում եմ հետաքրքիր է լինելու։ Բարի երեկո, հարգելի բարեկամներ, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար, խնդրում եմ հնարավորության դեպքում տարածեք այսօրվա իմ Facebook-յան ուղիղ եթերը, որպեսզի հնարավորության դեպքում ավելի շատ մարդիկ կարողանան դիտել այսօրվա եթերը։ Այսօր ես խոսելու եմ մի քանի թեմաների մասին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է, ինչպես նաև Մայիսինի հաղթանակի նախօրեին, ես իմ պարտքս համարեցի այսօր Facebook-յան ուղիղ եթերի միջոցով կիսվել ձեզ հետ իմ պատկերացումները, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացների, զարգացումների, ազգային ժողովում տիրող իրավիճակի, Հայաստանի մեր հասարակության ներսում տիրող տրամադրությունների, հաղթանակի, պարտության ու պատերազմի մասին, հնարավոր զարգացումների մասին կիսվել, կխնդրեմ, որ հնարավորության սահմաններում տարածեք այսօրվա այս տեսանյութը, սիրելի բարեկամներ, եւ աստիճանաբար սկսենք մեր այսօրվա եթերը։ Սիրելի բարեկամներ, 33 տարի առաջ այսօրը Հայաստանի եւ կամ այլ կերպ ասած հայկական զինված ուժերը փայլուն կերպով իրականացնելով Հարսանիք լեռներում օպերացիան ազատագրել են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքը։ Առանձնահատուկ խորհրդատվություն ուներ Շուշին ինձ համար եւ պատահական չէ ասված, որ ով տիրում էր Շուշին, տիրում էր ողջ Արցախին։ Ամեն անգամ Շուշի այցելելիս ինձ համակում էր հպարտության զգացումը, ես ինձ հաղթած էի զգում, հպարտ էի զգում, ներշնչվում էի հպարտության զգացումով, խոնարհումս էի բերում Շուշին ազատագրած մեր բոլոր հայ զինվորականների փառահեղ անցյալի առջև, զոհված զինծառայողների հիշատակի առջև եւ իսկապես ինձ հաղթած պետության, հաղթած բանակի զինվոր էի զգում։ Այսօր նաեւ սիրելի բարեկամներ, ձեզանից շատերը կարող է իմանան, կարող է չիմանան, այսօր ձեզանից շատերը նաեւ կարող է չիմանան, այսօր նաեւ երկրապահի օրն է։ Երկրապահը ինձ համար նա է, երկիր պահող մարդը ինձ համար նա է, ով մեր երկրի հանդեպ սրտացավության ու պատասխանատվության զգացում ունի, ով տիրոջ իրավունք ունի ու հողը պինդ է ոտքերի տակ։ Ցավոք սրտի վերջին տարիների ընթացքում էապես աղավաղվել է երկրապահի կերպարը, դերն ու առաքելությունը, էապես փոխվել է երկրապահի նկատմամբ հասարակության վերաբերմունքն ու ընկալումը։ Երկրապահը ինքը կորցրել է իր նախկին դերակատարությունն ու առաքելությունը։ Մի հարմար առիթով կխոսեմ նաև գեներալ Մանվել Գրիգորյանի մասին, չնայած այսօր հնարավոր է մի էպիզոդ այդ առումով անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունների ու գեներալ Մանվելի ճակատագրի մասով, բայց այնուամենայնիվ եկեք արձանագրենք մի բան, թեև այսօր տոնական օր է, ընդ որում երկրապահի օրը ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում, սակայն դուք ինձանից լավ եք պատկերացնում, զգում, ականատես լինում, որ մեզանից որևէ մեկը որևէ տոնական տրամադրություն չունի, համընդհանուր մռայլ ու ջարդված տրամադրություն ունենք բոլորս հասկանալի պատճառներով։ Այս ֆոնի վրա, Շուշիի ազատագրման ֆոնի վրա, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ տպավորություններով եւ մի հայտնի իրողությունների մասին, ակնկալելով, որ դուք յուրաքանչյուրը ձեզանից յուրաքանչյուրը վերլուծություններ կանի եւ սեփական եզրակացությունները կանի։ 2021 թվականի ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ազգային ժողովում տառացիորեն հայտարարում է հետևյալը, որ ինքն էլ հարցեր ունի Շուշիի անկման հետ կապված ու շատ կոնկրետ անձանց հարցեր ունի կոնկրետ մարդկանց։ Այս հայտարարությունից անցել է 4 տարի, սակայն որևէ լույս չի սփռվել այն հարցի վրա, թե այդ ինչ հարցեր են Նիկոլ Փաշինյանի մոտ առաջացել եւ ում են ուղղված այդ հարցերը եւ ինչու մինչեւ հիմա այդ հայտարարությունից 4 տարի անց այդ հարցերը չեն բարձրացվում եւ հանրությունը չի իմանում թե ինչ հարցեր են առաջացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Բացի այդ Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, սիրելի բարեկամներ, ես այս հարցին անդրադարձել եմ եւս մի քանի անգամ, որ Բարձրաստիճան զինվորականը փորձել էր 2020 թվականի Արցախյան աղետալի պատերազմի օրերին փորձել էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջան, այսինքն բացահայտ երկրի գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ խոսում էր հայրենիքի դավաճանության մասին, եւ եթե երկրի վարչապետի մակարդակով բացահայտ խոսվում էր հայրենիքի դավաճանության մասին, որպես իրավաբան եմ ասում, դրանց վերաբերյալ քրեական հետապնդում չէր հարուցվել, քրեական գործընթաց, իրավական գործընթաց չի նախաձեռնվել, դրանից կարելի է հանգել մի հետևության, այդ հայտարարությունները պարզապես փուչիկ են եղել եւ որևէ նշանակություն չեն ունեցել, պարզապես օրվա տրամադրությունից ելնելով ինչ-որ մարդիկ կամ ինչ-որ անհատ, որը տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն է, արել է ինչ-որ հայտարարություններ։ Սիրելի բարեկամներ, ես խորապես համոզված եմ, վաղ թե ուշ հաջորդ իշխանությունը կլինի, դրան հաջորդող իշխանությունը կլինի, ով ուզում է լինի, ինչպիսի ժամանակ էլ գա, ես խորապես համոզված եմ։ Շուշին, Արցախը, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր ձախողածները, մեր երկիրը այսպիսի կռախի առաջ կանգնեցածները, որոնց գործունեության հիմքում արկա կլինեն քրեական օրենքով արգելված արարքներ, ովքեր դավաճանել են մեր երկրին, ովքեր գիտակցաբար մեր երկիրը տարել են պարտության, ովքեր ուղղակիորեն խափանել են Արցախի հակամարտության կարգավորման արժանապատիվ գործընթացը, ովքեր 20 տարի շարունակ, 30 տարի շարունակ ունեցել են հնարավորություն լուծելու Արցախի հարցը արժանապատիվ կերպով ու չեն լուծել, վաղ թե ուշ պատասխան են տալու մեր ժողովրդի առաջ, մեր հասարակության առաջ։ Ավելին, քանի որ Շուշիի ազատագրման օրն է, ուղղակի կենտրոնանանք Շուշիի վրա։ Ես խորապես համոզված եմ, ես վստահեցնում եմ ձեզ, մեր իշխանության գալու դեպքում Շուշին Ադրբեջանին հանձնած բոլոր հանցագործները պատասխան են տալու, ՑՄ ազատազրկման են դատապարտվելու, որպես հայրենիքի դավաճաներ։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Մեծից փոքր, անկախ նրանից ովքեր են, ինչ ռանգի են, ինչ կարգավիճակ ունեն, ինչ կոչումներ ունեն, ինչ քաղաքական պաշտոններ են զբաղեցրել եւ անկախ դրանից ինչպիսի ծառայություններ են մատուցել Հայաստանի Հանրապետությանը։ Մենք ոչ պետություն, սիրելի բարեկամներ, ոչ բանակ ունենալու իրավունք կունենանք, ոչ արժանապատվություն կունենանք եւ այն կպահպանենք, եթե այդ հանցագործներին չպատժենք խստորեն։ Սա մեր սերնդի, մեր հաջորդ սերնդի, մեր զավակների սերնդի արժանապատվության խնդիրն է։ Անձամբ իմ պարտքս եմ համարում, կրկնում եմ, մինչև վերջին շունչս պայքարել, որ մեզ դիտավորյալ պարտության հասցրած բոլոր հանցագործները պատասխան տան օրենքի առջև ամբողջ խստությամբ։ Կրկնում եմ, անկախ նրանից ովքեր են ինչ ծառայություններ են մատուցել Հայաստանի Հանրապետությանը։ Սիրելի բարեկամներ, այս առումով ես մի քանի անգամ այս հարցի մասին բարձրաձայնել եմ, այս տեղեկությունը հրապարակայնացրել եմ եւ հասու եմ դարձրել մեր ժողովրդին։ Ուղղակի սրտի ցավում եմ ես այս ամեն ինչ ասում։ Ադրբեջանի դատարանը այդ երկրի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևին 1993 թվականին մեղավոր էր ճանաչել Արցախի Շուշի քաղաքը հայերին հանձնելու համար եւ որպես պատերազմի հանցագործ դատապարտել մահապատժի, ինչը փոխարինել էր ՑՄ ազատազրկմամբ։ Այսպես պատժելով ու համառելով նրանք հասան Շուշի։ Ընդ որում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ այդ նախարարի դատավճռի մեջ սևով սպիտակի վրա գրված էր ճակերտերի մեջ Շուշի քաղաքը հայերին հանձնելու համար։ Իրենք այդպիսի համառությամբ եկան հասան Շուշի Արցախնել հետը։ Այս առումով ես խորապես համոզված եմ,
Եվ ես հարցը մեկ անգամ եւս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին։ Շուշին ադրբեջանցիներին հանձնելու համար ովքեր պետք է ՑՄ ազատազրկվեն, ովքեր պետք է պատասխան տան, որ մինչև հիմա չեն տվել, եւ ինչու պատասխան չեն տալիս։ Մենք մեր ազգային արժանապատվությունը սիրելի բարեկամներ պահելու ենք, թե ոչ։ Այսօր սիրելի բարեկամներ, ով չի ալարում խոսում է դասեր քաղելուց, ընդ որում գործող իշխանությունից սկսած վերջացած գործող ընդդիմությունից, դասեր քաղելու ես մի ձև գիտեմ, ով զինվորի հացը գողացելու լափել է, ով թալանել է բանակը, ով դավաճանել է հայրենիքին, ով մսխել է Արցախի հաղթանակը անկախ ժամանակից, նա պետք է պատասխան տա իր արածի համար, որ խաբվածի, որ դավաճանվածի, որ ստորացվածի խարանը մաքրվի մեր բոլորի ճակատից։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, քանի դեռ այս մարդկանց խնդիրը մենք չենք լուծել, այդ պարտվածի, խաբվածի, նսեմացվածի, դավաճանվածի, ստորացվածի խարանը մեր ճակատից չի մաքրվելու, սիրելի բարեկամներ։ Իդեպ, քանի որ այսօր տոն է ու որևէ մեկը չենք նշում տոն է, այս առումով ուզում եմ ձեզ մի բան ասել, զգացել եք սիրելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանի օրոք այլևս որևէ տոն հավուր պատշաճի չի նշվում, ոչ անկախության օրը, ոչ հանրապետության օրը, ոչ բանակի օրը, ոչ սահմանադրության օրը, այսօր մայիսի 8-ը, վայ մայիսի 9-ն է, որ մենք այլևս տրամադրություն չենք ստեղծում, այս առումով ուզում եմ մի բան ասեմ, դուք նկատել եք 2018 թվականից հետո մինչ օրս, Հայաստանի Հանրապետությունում երբեք զինվորական շքերթ զորահանդես տեղի չի ունեցել։ Նիկոլ, ինչու զորահանդես չի կայանում ձեր օրոք։ Ինչու Հայաստանի Հանրապետության զինված ուժերը որևէ զորահանդեսի չեն մասնակցում կամ չի կազմակերպում զորահանդես։ Ես պահանջում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ այս տարվա ընթացքում սեպտեմբերի 21-ին անկախության օրը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը անցկացնեն շքեղ զորահանդես։ Սա յուրովի մեր բանակի, մեր հասարակության բարոյական իրավիճակը բարելավելու միտված փոքրիկ քայլ կլինի։ Բայց ուզում եմ հասկանալ պատճառները, ո՞րն է պատճառը, որ դուք զորահանդես չեք անցկացնում։ Անցել է ձեր կառավարումից անցել է 7 տարի Հայաստանի Հանրապետությունում երբեք զորահանդես չի եղել։ Ինչով է սա բացատրվում։ Ես մի քանի անգամ ասել եմ, սիրելի բարեկամներ, դուք հետևեք, որ կտեսնեք, որ պատերազմից հետո ըստ էության վերջի 2-3 տարիներին Նիկոլ ընդհանրապես զինված ուժեր չի այցելում, որևէ զորամաս չի մտնում, որևէ ստորաբաժանման հետ իր մտորումներն ու պատկերացումները չի կիսում։ Այստեղ հարց առաջանում, սա ինչով է բացատրվում ընդհանրապես։ Ընդ որում, այս տոների չնշելը, սիրելի բարեկամներ, ես կարծում եմ հետևյալը. Այսպես հնարավոր է մի դեպքում, երբ հասարակությունը հոգեպես ջարդված է, իսկ պետությունը փաստացի գոյություն չունի, որովհետև պետության կարևորագույն ատրիբուտիկաներից է տոները, դրանք հավուր պատշաճի նշելը, հանրությանը նման տրամադրություն հաղորդելը, հասարակության տարբեր սեգմենտներին նման միջոցառումներին ընդգրկելը, դա նաև մոտիվացնում է, ստիմուլ է հանդիսանում երիտասարդ մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը, չկա ու չկա։ Հիմա այս ֆոնի վրա, սիրելի բարեկամներ, վերադառնանք մեր դառը իրականություն եւ ինչ-որ առումով որոշակիորեն անդրադառնանք 3 պարլամենտում տեղի ունեցած խայտառակությանը, մեղմ ասած, երբ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը խոսում է մարդկանց հետ խոսելուց, խոսում է այնպիսի տերմիններ է օգտագործում, համբալներ, շպիոններ, թալանչիներ, կոռուպցիոնիստներ, Սևանի ափում դաչա ունեցողներ։ Ես երեք արձագանքել եմ, սիրելի բարեկամներ, բայց ես ուզում եմ մի բանի մասին խոսել։ Ես ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից նման ամոթալի խորհրդարան ունենալու համար։ Այս խորհրդարանը, սիրելի բարեկամներ, մեր սխալների հետևանքն է։ Հույս ունեմ, որ մեր նման մտածող մարդկանց հետ միասին օրինական միջոցներով առաջիկայում կշտկենք մեր թույլ տված սխալը։ Ըստ խորհրդարանական ուժերի եւ մասնավորապես այդ ուժերից մեկի ղեկավարի ազգային ժողովը բաղկացած է համբալներից, թալանչիներից, գործակալներից, կոռուպցիոնիստներից ու դավաճաններից։ Իսկ
տիտղոսային ընդդիմությունն էլ գործող իշխանությանն է մեղադրում հնարավոր բոլոր պիտակավորումներով, էլ ծախվածներ, էլ թուրքի գործակալներ, էլ դավաճաներ եւ այլն եւ այլն։ Մեր ժողովուրդը սիրելի բարեկամներ, սիրելի հայ հասարակություն, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դուք արժանի եք խելացի, հավասարակշռված, սթափ ու շրջահայաց իշխանության եւ ընդդիմություն ունենալու։ Այս մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը, ապացուցում են, որ մեկը մյուսին արժանի են։ Եվ ուստի պետք է հեռանան միաժամանակ։ Ես խորապես համոզված եմ, սիրելի բարեկամներ, գործող իշխանությունը, գործող ընդդիմության հետ միասին, ձեզ հետ միասին, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ, մենք պետք է իսկապես ձևավորենք քաղաքական այլընտրանք, պետք է իսկապես որակապես նոր այլընտրանքային ծրագիր ներկայացնենք մեր ժողովրդին եւ իսկապես կարողանանք այս ուժերին պարտության մատնել։ Սրանք անհաղթելի չեն, մի վախեցեք, ուղղակի պետք է մեր հասարակության մեջ մի անգամ վերականգնել իսկական հավատը։ Սիրելի բարեկամներ, այս առումով հիմա ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, պատտվելով խորհրդարանական ընդդիմության կողմ, ասում է, դու ով ես, որ Սևանի ափին դաչա ունես, դաչա ես սարքել, քեզ ով է այդ հնարավորությունը տվել, ես չգիտեմ անկեղծ ասած ում նկատի ունի, որ Սևանի ափին դաչա ես սարքել, մեկին ասում է դուք շպիոներ եք, դուք էս եք, բոլորիդ կտանեմ լծեմ ԱԱՑ-ի պատմալը, այն գեր դու 7 տարի վարչապետ ես նոր ես գլխեն գնում, որ ինչ-որ մարդիկ Սևանի ափին դաչա ունեն։ Դու 7 տարի ինչով ես զբաղված եղել այդ դեպքում, որ նոր ես իմանում կամ նոր ես այդ մասին հայտնում։ Լավ, նույնիսկ եւ գիտես, որ այդ մասին, եթե նման պնդումներ եք անում, այդ նշանակում է, որ դուք ունեք հավաստի տեղեկություններ, առնվազն կասկածելու, որ այդ շինությունները ձեռք են բերել ապօրինի միջոցներով։ Կամ եթե մարդկանց ասում եք կոռուպցիոնիստներ, հարց է առաջանում։ Այո, ես խորապես համոզված եմ, որ նախկին իշխանությունների, ձեր իշխանության ներքո կան բազմաթիվ մարդիկ, որոնք ոտից գլուխ ձեր բառերով թաթախված են կոռուպցիայի մեջ։ Բա դուք ինչով եք զբաղված, որ այդ մարդիկ թալանչիներ են, որ այդ մարդիկ հանցագործներ են, որ այդ մարդիկ կեղեքել են, որ այդ մարդիկ լափել են երկրի ունեցվածքը։ Դուք այս 7 տարի ինչով եք զբաղված։ Բա դուք 7 տարի հանցավոր անգործությամբ եք զբաղված։ Ես խորապես համոզված եմ, որ դուք քաղաքական պայմանավորվածություն եք ձեռք բերել այդ երկու ուժերի պարագլուխների հետ, որ նրանց հետ միասին զավթացեք պայելու քաղաքական դաշտը, որ դուք թույլ չեք տալու, որ նոր քաղաքական ուժեր մեծացնեն իրենց քաղաքական ազդեցությունը, որտեղ այդ ուժերը հենց ուժեղացան, ձեզ են զրկելու իշխանությունից, նրանց են զրկելու իշխանության գալու հնարավորությունից, որ դուք որևէ այլևս շանս չեք ունենալու իշխանությունը պահելու։ Ինչի մասին է խոսքը։ Ինչքան կարելի է խաբել ու մանիպուլացնել ժողովրդին, ինչքան կարելի է։ Ես պարզապես ապշած եմ, որ դուք ուզում եք նորից նույն ֆարսը իրագործել, հանրությանը պարտադրել Նիկոլ Ռոբերտ Սերժ Եռանկյունին, որպեսզի մեր հանրությունը ստիպված լինի ընտրություն կատարել Նիկոլի Քոչարյանի ու Սերժի միջև։ Ժողովուրդ ջան, դուրս եկեք, այդպես ընտրության չեն գնալու։ Գնալու ենք այնպիսի ընտրության, որ մեր ժողովուրդը գնալու է, այս մարդկանց մերժելու է հավաքական առումով։ Ու այս մարդիկ պետք է հնարավորություն չունենան վերարտադրվելու։ Այս առումով, անդրադառնալով պարլամենտում տիրող իրավիճակին, կարող եմ ընդհանրապես ընդգծել հետևյալը. սիրելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական մտքի ճգնաժամ է, ինտելեկտուալ մարդկանց ճգնաժամ է, ինտելեկտուալիզմի ճգնաժամ է։ Խորհրդարանում, սիրելի բարեկամներ, որտեղ չեն գեներացվում գաղափարներ, որտեղ չի ձևավորվում պետության քաղաքական օրակարգը, որտեղ ապագայի վերաբերյալ բանավեճ չկա, պատկերացնում եք 4 տարի այս մարդիկ եկել զբաղեցրել են պարլամենտը, ապագայի վերաբերյալ բանավեճ չկա։ Ես քիչ հետո կխոսեմ ապագայի հարցերի մասին, բայց այս մարդիկ ընդամենը զբաղված են իրար ցեղ շպրտելով իրար վրա, գզվրտոցով նախքին անցյալի տեղ ունեցած իրադարձությունների մասով, ապագայի բանավեճ չկա։ Եվ քանի դեռ չկա այդ բանավեճը, մենք ականատես ենք լինելու այսպիսի գզվրտոցների։ Սիրելի բարեկամներ, սա չի խոսում պետության որակի էական փոփոխության մասին, ճիշտ հակառակը, մենք գործ ունենք մի դժգույն իրականության հետ, որը պետք է հնարավորինս արագ սրբագերել։
Բայց այս ազգային ժողովը, սիրելի բարեկամներ, մի էական առանձնահատկություն ունի նախորդ ազգային ժողովներից։ Այս խորհրդարանը ցավոք սրտի ընտրել է մեր ժողովուրդը։ Դուք եք ընտրել այս պարլամենտը, սիրելի բարեկամներ։ Դուք եք մանդատ տվել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Այս երեք մարդիկ են պատասխանատու մեր երկրի կառավարման համար 2021-2026 թվականների համար։ Հետաբար այս խայտարակության վերջը պետքա տալ։ Այս խայտարակ իրավիճակին հասցրած քաղաքական ուժերը պետքա հեռանան քաղաքական դաշտից։ Ոչ Նիկոլ Փաշինյանն է հավեր, ոչ Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը։ Ընդ որում Սերժ Սարգսյանը դեռևս հիմա խոսում է իր վերադարձի բացառման մասին։ Ես պարզապես ուզում եմ խոսել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին։ Այդ ինչ բարոյական իրավունքով եք դուք հավակնում նորից վերադառնալ իշխանության։ Այս դժգույն, այս թշվառ իրականության ճարտարապետներից մեկը դուք եք։ Չլինի մի քանի 100 երիտասարդի ձեր այդ ահեղ անհաշվելի միջոցները օգտագործելով, ձեր այդ տեղեկատվական հոսքերը կիրառելով փորձում եք լապշա կախել մեր երիտասարդ սերնդի վրա, որ դուք հաղթած նախագահ եք եղել։ Հաղթած նախագահը այսպիսի ողբերգական ժառանգություն կթողներ։ Բա որ դուք հաղթած նախագահ եք, ունեցել եք 10 տարի ժամանակ երկիրը ավելի ծաղկուն վիճակի հասցնելու, Արցախի հարցը ավելի արժանապատիվ լուծելու, ով էլ բռնել ձեր ձեռքը, բայց լուծեիք, ձեր սերունդներին ժառանգեիք այնպիսի Արցախ եւ որը հնարավորություն այնպիսի Հայաստան, որ այդ բեռը չդառնար ողբերգություն մեզանից յուրաքանչյուրի համար։ Ի վերջո, մեծ մարդիկ եք արդեն, դուք չեք կշտացել իշխանությունից, դուք բավարարված չեք։ Դուք իսկապես չեք հոգնել են ատելությունից, որը առկա է հասարակության կողմից ձեր նկատմամբ։ Ով է ձեր թևերի տակ ձմերուկներ դնում, որ դուք, չգիտեմ, անհաղթելի եք, որ դուք, չգիտեմ, ինչ-որ պատմական առաքելություն ունեք։ Իսկ Սեր Աստծո չեք հասկանում, որ դուք ձեր գործունեությամբ երկարացնում եք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Չեք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնված է ձեր նկատմամբ ունեցած ատելության վրա։ Ես դիմում եմ ուղղակի Ռոբերտ Քոչարյանին, դիմում եմ ուղղակի Սերժ Սարգսյանին։ Դուք միթե չեք համոզված, դեռևս չեք համոզվել, որ գործող իշխանության հիմքում դրված է հանրության ատելությունը ձեր նկատմամբ եւ հանրության որոշ սեգմենտի անտարբերությունը։ Այս հասարակությունը Նիկոլին պահում է իշխանության միայն այն բանի համար, որ դուք չգաք իշխանության։ Բավական է ուղղակի, վերջ տվեք, վերացրեք այդ ամբիցիաները, դուք չեք գալու իշխանության։ Հնարավոր չի մեր ժողովուրդը օրինական ազատ արտար թափանցիկ ընտրությունների միջոցով ձեզ քվետա։ Եվ դուք ստեղծել եք այդ կեղծ քաղաքական միջավայրը Նիկոլի հետ միասին, որ ձեզանից բացի ուրիշ այլընտրանք չկա։ Սիրելի բարեկամներ, սիրելի հասարակություն, այսինքն ինչ են ուզում ձեզ ասել, որ Նիկոլից, Քոչարյանից ու Սերժից ուրիշ վարչապետ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, ուրիշ վարչապետի թեկնածու չի կարող լինել, նախարարի թեկնածու չի կարող լինել, պատգամավորի թեկնածու չի կարող լինել։ Իսեր Աստծո, սիրելի բարեկամներ, մի խապնվեք նման մանիպուլյացիաներին, մի տրվեք նման քաղաքական սնանկ քարոզչությանը։ Ես վերջի 2-3 ամիսների ընթացքում ասում եմ, ով էլ լինի Նիկոլից հետո ավելի լավն է լինելու, քան Նիկոլը կամ քան Քոչարյանը, քան Սերժ Սարգսյանը։ Հաջորդ իշխանությունը ավելի խելացի է լինելու, ավելի հավասարակշռված, ավելի զգոն, ավելի շրջահայաց, ավելի պատասխանատու իշխանություն է լինելու։ Ինձ համար ուղղակի վիրավորականը նա է, որ դուք Նիկոլ, Քոչարյան ու Սերժ այն աստիճանի եք ջարդել մեր ժողովրդի ողնաշարը, որ մեր ժողովուրդը իսկապես հիասթափվել է բոլորից քաղաքական դաշտից, բայց մեր ժողովուրդը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել, վերականգնել հավատը սեփական ուժերի նկատմամբ ու իսկապես մի անգամ շրջադարձային քայլ անել, որտեղ խորագույն համոզմամբ, որ Հայաստանին որակապես նոր շունչ է անհրաժեշտ, Հայաստանին ապրելու համար որակապես նոր ստիմուլ է անհրաժեշտ, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով, սիրելի բարեկամներ։ Այս առումով, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ արձանագրենք հետևյալը, մի օր մեր ժողովրդի համբերության բաժակը լցվելու է, հավաստիացնում եմ ձեզ, մի օր մեր ժողովրդի համբերության բաժակը լցվելու է, դուրս է գալու այս իրավիճակից, ու այս ներկայ ու նախկին գզվրտոցի ռեժիսորներին ու ճարտարապետերին բեմից շպրտելու է վարակույրից այն կողմ, հաստատելով իսկապես իրավունքի գերակայության վրա հիմնված իրավական պետություն եւ
օրինականություն հանրային կյանքի բոլոր ոլորտերում։ Ուղղակի ամեն ինչ ճիշտ ժամանակին։ Նիկոլը շատ է խոսում եւ իր ընդդիմախոսներն էլ շատ են խոսում, վեր ընկեք տեղները, ձեզ կվռնդեմ այստեղից։ Մի օր ժողովուրդը դուրս է գալու, բոլորիդ վռնդելու է ձեր տեղերից ու բոլորիդ նստածելու է իր տեղը, չկասկածեք, թող որևէ մեկը, թող որևէ իշխանություն չփորձի հավերժության եւ չգիտեմ, հարատևության պատրանք ստեղծել, դուք որևէ մեկից ուժեղ չեք, այս իշխանությունն էլ է գնացող, սիրելի բարեկամներ, այս իշխանության այլ ընտրանքը վաղ թե ուշ ձևավորվելու է, ես մի գրամ չեմ կասկածում, ուղղակի հասարակությունը պետք է իսկապես մի անգամ ռեալ, գործնական, իր ուժերին ներածին չափով, առավելագույն չափով ոտքի կանգնի ու խնդիր դնի ու լուծի այդ խնդիրը, եւ այս առումով սիրելի բարեկամներ, ուզում եմ, քանի որ մենք առաջիկայում մտնելու ենք ավելի գործնական փուլ, ես ուզում եմ, որ մենք մտածող մարդկանց հետ միասին մի քանի հարցադրումների մասին խոսել, բարձրացնել այդ հարցերը ու փորձել գտնել, որոնել դրանց պատասխանները։ Ցավոք սրտի, սիրելի բարեկամներ, անկախության հռչակումից հետո ի վեր այդպես էլ չի ուրվագծվել Հայաստանի որպես անկախ պետության զարգացման համապարփակ հայեցակարգը։ Այսօր առավել քան պարտավոր ենք ուրվագծել այն, պարտավոր ենք գտնել համակարգային լուծումներ պետության առջև դրված այնպիսի առանցքային խնդիրների վերաբերյալ, որոնք են առաջին, ուշադրություն խնդրում եմ դարձրեք, սրանք հարցեր են, որոնք առավել խորքային քննարկումների անհրաժեշտություն ունեն, առավել ռազմավարական խորությամբ վերլուծելու անհրաժեշտություն ունեն եւ դրվելու են այս հարցերի լուծումները վաղվա պետության կառավարման հիմքում։ Մենք պետական կառավարման փիլիսոփայության փոփոխության կողմնակից ենք եւ քիչ հետո դրանց մասին կխոսեմ, սիրելի բարեկամներ։ Առաջին, անվտանգային ներկայիս համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, արդյոք լիարժեքորեն կարող է երաշխավորել ու ապահովել մեր երկրի անվտանգությունն ու դիմակայել արտաքին որևէ ռազմական ագրեսիայի։ Ի վերջո, սիրելի բարեկամներ, մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ դատապարտված ենք ունենալ ուժեղ ու մարտունակ բանակ։ Հանեք այդ խաղասիրական, այդ քարոզչական, պոպուլիստական վերնագրային ձևակերպումները, մեր տարածաշրջանը պայթունավտանգ տարածաշրջան է, մենք դատապարտված ենք ունենալ ուժեղ բանակ, մենք դատապարտված ենք լրջագույն պաշտպանական համակարգ ձևավորել։ Եվ մենք պետք է վերլուծենք, մենք ի վիճակի ենք վերբեռնել մեր հարաբերությունները, մեր հնարավոր ու անհնար բարեկամների հետ, մեր հնարավոր ու անհնար դաշնակիցների հետ։ Այստեղ է խնդիրը, որ մենք պետք է լրջորեն վերլուծենք այս հարցը։ Հաջորդը, Հայաստանն արդյոք կարողանում է առավելագույնս իրացնել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները եւ որոնք են այն խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարվեն։ Լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ։ Հիմա այս պայմանավորությունների շրջանակում մենք կարողանում ենք առավելագույնս օգտվել, թե ոչ։ Որոնք են այն խութերը, որոնք պետք է հաղթահարվեն, որոնք են այն կնճիռները, որոնք պետք է լուծվեն, ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք կարող են ավելի հեշտացնել մեր տնտեսվարողների կյանքն ու գործունեությունը։ Հաջորդը, Հայաստանն արդյոք կարողանում է լիարժեքորեն իրացնել Եվրոպական միության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող հանձնառությունները եւ որոնք են այն խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարվեն։ Գործող իշխանության ու նրա սատելիս մի քանի քաղաքական ուժեր անընդհատ խոսում են Եվրոմիության անդամակցելու հեռանկարի մասին։ Շատ լավ, 2017 թվականի նոյեմբերին ստորագրվել է իմ կողմից մատնանշված համաձայնագիրը, ընդ որում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից։ Դուք 7 տարի իշխանության եք, կարող եք նշել 7 տարվա ընթացքում ինչ է կարել ՍԵՊԱ-ի համաձայնագրով ստանձնած հանձնառությունների իրականացման ճանապարհին, ինչ է կարել, մի հատ դուք կարող եք հաշվետվություն ներկայացնել մեր ժողովրդին, որոնք են այն աշխատանքները, դուք որքանով եք ձեր գործունեությամբ Հայաստանը մոտեցրել Եվրոմիությանը։ Հաջորդը, հարևան Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների առավել խոր հաստատման ու զարգացման ինչպիսի մոդել
պետք է ստեղծել ու կիրառել։ Սիրելի բարեկամներ, ես այստեղ ուզում եմ մի քանի փակագծեր բացել։ Կհիշեք Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները։ 2008 թվականին գալով իշխանության Սերժ Սարգսյանը խոսում էր նոր ատոմակայանի կառուցման, խոսում էր Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման մասին։ Մենք պետք է վաղ թե ուշ անդրադառնանք հենց այս երկու խնդիրներին էլ։ Եթե մենք ուզում ենք մեգա նախագծեր իրականացնել, եթե ուզում ենք, որ Հայաստանը տարածաշրջանում դառնա իսկապես հնարավորինս անվտանգ տրանզիտային երկիր, լոգիստիկ կառույցներով, այնպիսի ենթակառույցներով, որոնց օգտագործումը շահավետ կլինի աշխարհի հզորներին, գալ մեր դուռը, գալ մեր երկիրը, բերել այստեղ ներդրումներ, ինչու՞ չէ, այո, պետք է հանդգնել ու փորձել իրականացնել նախորդ իշխանությունների խոստումները, որոնք այդպես էլ չեն իրականացվել։ Ինչու ոչ, այո, պետք է գնալ մեգա նախագծերի հետևից, փորձել նոր ատոմակայան կառուցել, փորձել Հայաստան-Իրան երկաթուղին կառուցել, փորձել այդ առումով բանակցություններ վարել Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, բերել մեծ ներդրումներ, փորձել այդ գաղափարների համակիրը դարձնել Եվրոմիության անդամներին, Ռուսաստանին, այսինքն այն բոլոր հնարավոր խաղացողներին, որոնք մեր տարածաշրջանում ունեն շահեր, ինչու ենք վախենում մեծ քայլերից, ինչու չենք մտածում մեգա նախագծերի մասին։ Ես դες հավաստիացնում եմ, եթե մենք իսկապես ուզում ենք տարածաշրջանում տեղ ունենանք, եթե մենք իսկապես ուզում ենք, որ մեր երկիրը գերավիճ լինի այլոց համար, մենք պետք է հանդգնենք, մենք պետք է համարձակ լինենք մեր նպատակներում, մեր երազանքներում։ Վերջերս ես անընդհատ երազում եմ, մտածում եմ մեքենաշինության մասին։ Իսկ ինչու ոչ, ինչու պետք է Ադրբեջանում մեքենաշինությանը զարկ տրվի, տարբեր արտասահմանյան երկրներ այդ երկրում ներդրումներ կատարեն, զբաղվեն մեքենաշինությամբ, իսկ Հայաստանը դոփի տեղում։ Ինչու մենք այս խնդիրների հետևից չենք գնացել, ինչու մենք չենք բանակցում։ Ես վստահ եմ Հայաստանի հաջորդ իշխանությունը գնալու է հենց այս ճանապարհով, մեգա նախագծերի իրագործման ճանապարհով, որտեղ մեր երկիրը այո փոքր երկիր է, բայց մենք ունենք լավ հնարավորություններ, ճիշտ ռացիոնալ կառավարում է անհրաժեշտ։ Արմատապես պետք է փոխվի մեր կառավարման փիլիսոփայությունը։ Սիրելի բարեկամներ, հաջորդը Թուրքիայի հետ հարաբերությունները ինչ հանգուցալուծման հեռանկարով պետք է եզրափակվեն եւ ո՞րն է լինելու հայկական հարցի արդի ժամանակաշրջանի լուծման ուղիները։ Սիրելի բարեկամներ, գործող իշխանությունը խոստանում է խաղաղություն, խաղաղության օրակարգ։ Ես ամենայն պատասխանատվությամբ ձեզ հայտարարում եմ, Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգը վաճառում է մեզանից յուրաքանչյուրի վրա, շատ լավ գիտակցելով, որ իր օրոք Ալիևի հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու։ Ալիևը թքած ունի այդ փաստաթղթի վրա, որը ընդ որում ինքն էլ կազմել է։ Ալիևը ամեն ինչ անում է ոչնչացնելու Հայաստանի Հանրապետությունը, բայց կներեք, դուք նաև խոստացել եք կարգավորել Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ինչ եք ստացել, ինչ արդյունք ունեք, զերո արդյունք Թուրքիայից։ Ուստի անհրաժեշտ է ռեալ գնահատել, իսկապես վերլուծել տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները, ճշգրտորեն գնահատել յուրաքանչյուրի ուժը, ներուժը, ճշգրտորեն գնահատել տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը, հասկանալով ինչ դերակատարություն ունի Չինաստանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ռուսաստանի հետ հավաքական արևմուտքի բախումը ինչ կարող է բերել։ Այս առումով, սիրելի բարեկամներ, բավականն է սպասարկել Ռուսաստանի շահերը, բավական է սպասարկել արևմուտքի շահերը, Հայաստանի հաջորդ իշխանությունը դատապարտված է լինելու սպասարկել բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը, անկախ նրանից դա ումը դուր կգա, թե ումը դուր չի գա։ Մենք մեր գործունեության հիմքում դնելու ենք մեր պետության ռազմավարական շահը, մեր ժողովրդի ռազմավարական շահը։ Հետևաբար այս առումով որևէ մեկի գերին չենք լինելու, որևէ մեկի պատանդը չենք լինելու։ Վստահեցնում եմ ձեզ, այս առումով ուզում եմ մենք հասկանանք, հայ-թուրքական օրակարգը ընդհանրապես գոյություն ունի, թե ոչ, հայ-թուրքական օրակարգը սպասարկելու համար ինչպիսի ջանքեր են մեզ պետք։ Սիրելի բարեկամներ, հնարավոր համարում եք առաջիկայում հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, թե ոչ, եւ ընդհանրապես հնարավոր է հաշտվել Թուրքիայի հետ, թե ոչ։ Մենք այս հարցերի պատասխանները վաղ թե ուշ պետք է տանք, պետք է գտնենք։ Հաջորդը դեմոգրաֆիական մարտահրավերները հաղթահարելու համար ինչպիսի ռեսուրսներ են անհրաժեշտ
Եվ ինչ միջոցներով, ըստեղ, սիրելի բարեկամներ, սա ամենավտանգավորն է, մեր դեմոգրաֆիական պատկերը, սա ազգային անվտանգության հարց է։ Ես քիչ հետո կանդրադառնամ բանակի հետ կապված մի խնդրի, երեք լրատվամիջոցներից մեկն էր ինձ այդ հարցով դիմել, որը կապված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած մեր պատանի սերնդի ներկայացուցիչների թվի հետ եւ զինված ուժերում զինվորական ծառայության ժամկետը երկարացնելու հարցի հետ, բայց այնուամենայնիվ սիրելի բարեկամներ, եթե մենք իսկապես ուզում ենք մեր տարածաշրջանում պահել մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, այն դարձնել անքննարկելի արժեք, մենք լրջորեն պետք է մտածենք դեմոգրաֆիական պատկերի մասին, վիճակի մասին։ Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների թիվը սարսափեցնող է, ծնելիության մակարդակը նվազ է, պետք է մտածենք ինչպես անենք, ինչ խթաներ կիրառենք, ինչ սոցիալական քաղաքականություն վարենք, որ մեր երիտասարդ ընտանիքները ավելի շատ երեխաներ ունենան։ Մեծ վերադարձի կոնցեպտ է անհրաժեշտ, ես դեռևս 2018 թվականից խոսում եմ, մեծ վերադարձի կոնցեպտ է պետք։ Հայ ժողովուրդը պետք է վերադառնա իր պատմական հայրենիք եւ ապրի Հայաստանի Հանրապետությունում։ Ես հարգում եմ աշխարհի բոլոր մեր բարեկամ երկրներին, հարգանքս Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Ռուսաստանին, չգիտեմ, Մերձավոր Արևելքի երկրներին, բոլոր երկրներին, որտեղ ապրում են միլիոնավոր հայեր, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, այդ հայերը պետք է վերադառնան, սիրելի բարեկամներ։ Մեզ մեծ վերադարձի կոնցեպտը անհրաժեշտ։ Եվ ես խնդրում եմ, որ յուրաքանչյուր ոք այս պահին ով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, մտածի Հայաստան վերադառնալու մասին։ Եթե դուք ուզում եք իսկապես հայրենիք ունենաք, եթե դուք ուզում եք ուժեղ պետություն ունենաք, եթե դուք ուզում եք արժանապատիվ կյանք ունենաք, ապահովեք ձեր արժանապատիվ ծերությունը, վերադարձեք հայրենիք, վերադարձեք միասին կերտենք մեր ուժեղ պետությունը։ Մենք ունենք դրա բոլոր պոտենցիալը, հայ ժողովրդի ներուժը կենտրոնացնելով Հայաստանի Հանրապետությունում, մենք հնարավորություն ենք ունենալու իսկապես կերտել, ստեղծել տարածաշրջանի ամենաուժեղ պետություններից մեկը։ Սիրելի բարեկամներ, հաջորդը Ադրբեջանի հետ հակամարտության վերջնական կարգավորման գործընթացում ի վերջո մեր փոխզիջման գիծը կարմիր որտեղով է անցնելու, ստեղծված իրավիճակում որն է լինելու Արցախի հարցի լուծման վերաբերյալ ինքնիշխան Հայաստանի դիրքորոշումը։ Նիկոլ, եթե քեզ թվում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Արցախի մասին որևէ հիշատակման բացակայությունը բերելու է քեզ խաղաղություն, դու չարաչար սխալվում ես, նման բան չի կարող լինել։ Դա աբսուրդ է, դա անտրամաբանական է։ Ինչպես կարող ես Ադրբեջանի հետ կառուցել հարաբերություններ, կնքել խաղաղության պայմանագիր, եթե դու չես անդրադառնում նրա հետ հակամարտելու պատճառ հանդիսացած ամենակարևորագույն հարցին։ Եթե դու Ադրբեջանի հետ չես լուծում դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցը, իդեպ ինչ եղավ այդ դելիմիտացիան ու դեմարկացիան։ Անցած տարի 10 կիլոմետր Տաուշում զիջեցիք միակողմանի, ես այս առաջիկա օրերին առավել մանրամասնորեն եմ անդրադառնալու դելիմիտացիայի եւ դեմարկացիային։ Ինչ եղավ այդ խնդիրը։ Եթե դուք անտեսում եք Ադրբեջանի հետ հնարավոր բոլոր լրջագույն խնդիրների լուծումը, 240 կիլոմետր Հայաստանի զավթած տարածքից նրանց զորքերի դուրս բերելը եւ նրանց բոլոր պահանջները Սյունիքով ինչ-որ միջանցք են ուզում, ինչ են անում, 300,000 ադրբեջանցի են ուզում տեղավորել Հայաստանի Հանրապետությունում, պատերազմական հանցագործությունների են չակերտավոր կանչում, փորձում պատժել, Արցախ Ադրբեջանում 15-ից ավել ազգությամբ հայ քաղաքացիների են դատապարտում։ Այս խնդիրները չլուծած դուք ո՞նց եք պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, ես չեմ պատկերացնում ուղղակի։ Հաջորդ հարցը, սիրելի բարեկամներ, հաջորդ իշխանությունը այս հարցերի պատասխանները պետք է տա ու գտնի, որոնք են Հայաստանի այն այցեքարտերը, որ մեր երկիրը կարող է ներկայացնել աշխարհին։ Ի վերջո, սիրելի բարեկամներ, մենք ի վիճակի ենք ստեղծել Made in Armenia բրենդը, որտեղ աշխարհում բոլորը ման կան, որոնեն հայկական արտադրությունը, հայկական արտադրության այն հնարավոր բոլոր տեսակի ապրանքները։ Կարող ենք այդպիսի մի ցանց ստեղծել, զարկ տանք Հայաստանի արդյունաբերությանը, Հայաստանի տնտեսությանը, նպաստենք հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի Հայաստանում արտադրական բում ստեղծվի։ Լսեք, առանց արդյունաբերության երկիր չի զարգանա,
չի զարգանա, երկիրը չի զարգանա, մեզ արդյունաբերական համակարգ է պետք ձևավորել, արդյունաբերական համակարգ, ես խորապես համոզված եմ մենք ունենք լրջագույն պոտենցիալ տեքստիլ արդյունաբերության, գնացեք Շիրակի մաս տեստեք թե մենք ինչ պոտենցիալ ունենք, մենք հանք արդյունաբերության ոլորտում կարող ենք Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բոլոր անհրաժեշտ անվտանգային պարամետրերը բավարարելով հանդերձ ապահովել այնպիսի հանքարդյունաբերություն, որտեղ մենք բացի հումք արտադրողից կլինենք նաև հումք մշակող, բարիք ստեղծող, ապրանք ստեղծող, այս առումով մտածել է պետք։ Հաջորդը, ինչպես հաղթահարել տնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը դարձնել իսկապես գրավիչ ու մրցունակ երկիր։ Այս վերջերս ես հրապարակել եմ մի նյութ, սիրելի բարեկամներ, որը վերաբերվում էր պարտված Գերմանիայի վերականգնմանը։ Ընդ որում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, սիրելի բարեկամներ, գերմանական տնտեսական հրաշքի ճարտարապետին, երբ հարցնում են, թե որն է գերմանական տնտեսական հրաշքի պատճառը, որն է, ինչի հիման վրա է Գերմանիան նման տնտեսական թռիչք ապահովում, ընդ որում ցանկանում եմ ձեզ ասել, որ ընդամենը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1945 թվականից մինչև 1962 թվականը, այսինքն ընդամենը 15-ից 17 տարվա ընթացքում Գերմանիայի տնտեսությունը հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության մակարդակին, սիրելի բարեկամներ։ Սա ուղղակի փառահեղ արդյունք է։ Հետևաբար ես խորապես համոզված եմ, երբ այդ տնտեսական հրաշքի ճարտարապետին հարցնում են Լյուդվիգ Էրհարդին, թե որոնք են այդ կարևոր կետերը, նա պատասխանում է, որ Գերմանիան ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ է եղել հմուտ կառավարություն եւ իրատեսական տնտեսական քաղաքականություն, երկրորդը աշխատանքային կարգապահություն եւ նվիրումով քրտնաջան աշխատանք եւ երրորդը ձեռներեցների բանիմացություն ու ճկունություն։ Սիրելի բարեկամներ, շուտով կլրանա Արցախյան աղետալի պատերազմի 5-րդ տարին, եւ եթե մեր իշխանությունը իսկապես վարեր իրապես տնտեսական քաղաքականություն, վարեր արդյունավետ կառավարում, աշխատանքային կարգապահություն ապահովեր ու նվիրումով քրտնաջան աշխատեր, ես դες հավաստիացնում եմ, մենք այսօր կլինեինք տնտեսական հրաշքի բուն իրականացման փուլում։ Բայց ես կարող եմ մի բան խոստանալ, եթե մեր ժողովուրդը հաջորդ ընտրությունների ժամանակ մեզ վստահության քվե տա, մեր նման մտածող մարդկանց հետ միասին մենք ապահովելու ենք արդյունավետ կառավարում, աշխատելու ենք քրտնաջան, վարելու ենք իրատեսական տնտեսական քաղաքականություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, հավասարակշռված քաղաքականություն, մեր երկիրը չվտանգելու քաղաքականություն, մեր բանակը ամրապնդելու, մեր պաշտպանական համակարգը առողջացնելու քաղաքականություն, որի հետևանքով մենք փորձելու ենք պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավման միջոցով ապահովել հայկական տնտեսական հրաշքը։ Ես խորապես համոզված եմ, որ մենք լրջորեն ունենք նման ներուժ Հայաստանը ոտքի կանգնեցնելու։ Հաջորդը, սիրելի բարեկամներ, վերջապես առաջիկա տասնամյակներում Հայաստանը առաջնորդվելու է խաղաղության թե պատերազմի հայեցակարգով։ Ինչպիսին պետք է լինի մեր պաշտպանական ու անվտանգային համակարգը, ինչպես նաև պետության կառավարման կառուցվածքը, թող վերամբարձ չընչի, բայց պարտավոր ենք մենք պատմական այս շրջափուլում ձևակերպել, թե որն է հայ ժողովրդի ընդհանուր նպատակը եւ դրան հասնելու լավագույն ուղին։ Մի հարցում, սիրելի բարեկամներ, ես համոզված եմ, Հայաստանի նոր շունչ է անհրաժեշտ ու մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Մենք ինչ ենք ուզում։ Ուզում ենք, որ իսկապես ձևավորվի լրջագույն պաշտպանական համակարգ, բանակի զարգացման մոդելը ուրվագծվի եւ մենք կարողանանք պրոֆեսիոնալ բանակի անցնենք աստիճանաբար։ Ես վաղ թե ուշ մենք գալու ենք պրոֆեսիոնալ բանակի։ Ես քիչ անց 1-2 րոպե կանդրադառնամ այդ հարցին, սիրելի բարեկամներ։ Ի վերջո, մենք ինչ ենք ուզում, անկեղծորեն ասում ենք,
Ուզում են, որ Հայաստանում փոխվի գործող իշխանությունը։ Պարզ ասում եմ, ուզում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտություն կրի օրինական ընտրությունների միջոցով եւ հեռանա քաղաքական իշխանությունից։ Մենք պետք է նպաստենք դրան եւ ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք այդ խնդրի լուծմանը, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ օրինական ընտրությունների միջոցով գործող իշխանությունը պարտություն կրի եւ հեռանա քաղաքական իշխանությունից։ Ինչ ենք ուզում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրենց սատելիտներով չվերադառնան իշխանության։ Նրանց գալը ուղղակի պետքա բացառել, պետքա ուղղակիորեն բացառել որևէ նախկին իշխանության վերադարձ։ Իսկ գործողներն էլ իրենց սպառել են եւ իրենք նույնպես պետքա հեռանան։ Ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում փոխվի կառավարման փիլիսոփայությունը։ Ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայությունը իշխի։ Ուզում ենք, որ Հայաստանը դառնա իրապես իրավական պետություն։ Ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին հոդվածը իսկապես դառնա անշրջելի երկրորդ հոդվածի հետ միասին։ Մի օր խոսելու եմ սահմանադրական փոփոխությունների մասին։ Ես խորապես համոզված եմ, որ մեզ որակապես նոր սահմանադրություն է անհրաժեշտ, սիրելի բարեկամներ, բայց ես քանիցս ասել եմ, Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի Հանրապետությունում պետք է սահմանադրական փոփոխություններ չիրականացվեն։ Այդ առաքելությունը ու այդ պատվաբեր առաքելությունը պետք է իրականացնեն Հայաստանի հաջորդ իշխանությունները։ Եվ վերջում, չձանձրացնելով ձեզ, սիրելի բարեկամներ, ուզում եմ մի կարևոր խնդրի մասին խոսել, շատ կարճ, որը վերաբերում է մեր զինված ուժերի համալրման գործընթացին։ Լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչի երեքին զանգահարել էր եւ հայտնում էր, որ գործող իշխանության падգամավորներից մեկը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով ըստ էության առաջարկվելու է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքային շեմը 27-ից դարձնել 37 տարեկան, այսինքն եթե մինչև հիմա Հայաստանի Հանրապետության պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են ենթակա 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները, ովքեր ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի, ապա առաջարկվում է, որ այդ 27 տարվա շեմը բարձրացվի, հասցվի 37 տարեկանի, ինչպես նաև առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարված մինչև 18 տարեկան քաղաքացիների համար քաղաքացիությունից հրաժարվելու ուրեմն պետական տուրքը դարձնել 15 միլիոն, այսինքն այլ կերպ ասած, ասում են հարգելի անչափահասների ծնողներ, եթե դուք ցանկանում եք ձեր երեխաների քաղաքացիությունը դադարեցվի, որպեսզի նրանք չծառայեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ դուրս հանեք նրանց երկրից, վճարեք 15 միլիոն դրամ։ Սիրելի բարեկամներ, եւ այդ առումով մի թիվ է հրապարակվել, որ ասեմ ձեզ, որ 2020-2024 թվականների ժամանակահատվածում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 քաղաքացի հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ Նիկոլ Փաշինյան, սա ես չեմ ասում, լսեք, հարգելի նիկոլականներ, նիկոլապաշներ, նիկոլաֆեյքեր, սա ես չեմ ասում, սա ձեր իշխանության падգամավորն է ասում, Հայկ Սարգսյանը, սա իր կողմից հրապարակված թիվ է։ Այդ տղան ասում է հետևյալը, որ 2020-2024 թվականների ժամանակահատվածում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 քաղաքացի է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Սա ամենալավագույն գնահատականն է ձեր կառավարման, Նիկոլ Փաշինյան։ Հենց մենակ այս ցուցիչը, այս թիվը բավարար է գնահատելու ձեր իշխանության ձախողված լինելը, որտեղ եթե ձեր կառավարման օրոք 8721 մինչև 18 տարեկան երիտասարդ հրաժարվում է Հայաստանի Հանրապետությունից, որ չծառայի Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, այդ ողբերգությունը մտածեք ձեր սխալների մեջ։ Հիմա դու կարող եք ասել, բան նախկինում էլ է, նախկին իշխանությունների օրոք էլ եղել, նախկին իշխանությունների օրոք շատ բան է եղել։ Բայց նախկին իշխանությունների օրոք եղան այդ բաները, որ դուք եկաք իշխանության, բայց 7 տարի դուք ինչ էիք անում այս իրավիճակը շտկելու համար։ Սա ձեր գործունեության խայտառակ գնահատականն է։ Բայց ես ուզում եմ, որ մենք ստեղ ավելի գլոբալ նայենք, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր առողջ քաղաքացի արական սեռի, ով ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը պետք է լինի պատիվ
ու հարգանք։ Իհարկե ես խորապես համոզված եմ, որ մենք նման խնդիրները կլուծենք, եթե անցնենք պրոֆեսիոնալ բանակի, որովհետև կյանքը ցույց տվեց, որ բանակը այլևս պետք է դադարի բանվորակ գյուղացիական լինել։ Մեր բանակը պետք է վերածվի պրոֆեսիոնալ բանակի, որովհետև պրոֆեսիոնալ զինվորական ծառայությունը դա առաջին հերթին մասնագիտություն է։ Իսկ արդի ժամանակահատվածում բարձրագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մեր բանակի սպառազինումը ենթադրում է, որ պահանջվելու են մասնագետներ։ 18 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները չունեն համապատասխան մասնագիտական գիտելիքներ։ Ուստի այս առումով անհրաժեշտ է կերպափոխել, վերափոխել ամբողջ բանակի կառավարման, համալրման, կադրային քաղաքականության փիլիսոփայությունը։ Մեզ անհրաժեշտ է որակապես նոր շունչ հաղորդել բանակի զարգացման տեսլականին, անկախ նրանից, որ պետության մոդելով ենք ուզում զարգացնել, բանակի նոր շունչ է անհրաժեշտ, բանակին զարգացման այդ նոր համակարգերն են պետք ներդնել, անհրաժեշտ ուշադրությունը սևեռելով ռազմաուսումնական հաստատությունների վրա։ Ռազմակրթական համակարգը ծայրից ծայր պետք է արմատապես վերափոխվի, համապատասխանեցնելով ժամանակակից զարգացած պետությունների բանակների պահանջներին, որպեսզի ռազմակրթական հաստատությունները գրավիչ լինեն, որտեղ սովորելը պատվաբեր լինի, որտեղ սովորելը ուսանելը գիտելիք ստանալը կարևոր ու գնահատված լինի։ Ես ձեզ հավաստիացնում եմ, մենք ժամանակի ընթացքում կունենանք այդ կարևորագույն ստրատեգիական նշանակություն ունեցող զինված ուժերը։ Հարգելի բարեկամներ, այսքանով ես սահմանափակվում եմ, ներողություն եմ խնդրում ձեր համբերությունը չարաշահելու համար, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, խնդրում եմ հնարավորության սահմաններում տարածեք այս տեսանյութը, սիրելի բարեկամներ, օգտվելով առիթից, մեկ անգամ եւս ցանկանում եմ իմ խոնարհումը բերել Հայաստանի Հանրապետության համար իրենց կյանքը տված մեր բոլոր հազարավոր հայրենիների լուսավոր հիշատակի առջև, ինչպես նաև փառք ու պատիվ այս պահին Հայաստանի Հանրապետության պետական սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին, հարգանքներս ձեզ սիրելի բարեկամներ, խնդրում եմ տարածեք տեսանյութը, առաջիկա օրերի ընթացքում մենք կրկին կհանդիպենք, հարգելի բարեկամներ, լավ եղեք, բարին ձեզ, բարի գիշեր։